Հոկտեմբերի 4-ին հրապարակվել էր, որ կալանավորվել է փաստաբան Արմինե Հարությունյանը։ Քիչ առաջ Արմլու լրատվականին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն փաստաբանի եւ դատարանի աշխատակիցների կաշառքի գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ այն ուղարկել է դատարան։ Անահիտ Գևորգյանին մեղադրանք առաջադրել է այն բանի համար, որ նա իր օգտին ապօրինի գործունեության համար դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին դատավորին տվել է խոշոր չափերի կաշառք։ Էմիլիա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին դատավորին օժանդակել է ստանալ խոշոր չափերով կաշառք այն տվողի օգտին ապօրինի գործունեության համար։ Նա զբաղեցրել է Երևան քաղաքի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի գործավարի պաշտոնը։ Արմինե Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին դատավորին օժանդակել է ստանալ խոշոր չափերով կաշառք այն տվողի օգտին ապօրինի գործունեության համար։ Արմինե Հարությունյանը փաստաբանների պալատի անդամ է։ Արմլու լրատվականին լուրերի համաձայն դատական համակարգում տեղեկություններ կան, որ ենթադրյալ կաշառքի թեման կապ ունի Գլինկամոլի սեփականատեր եղբայրների հետ։